Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորության տեխնացուներն այսօր ընտրարշավ են իրականացրել Ագարակ քաղաքում։ Նիկոլ Փաշինյանի հետ միասին նրանք շրջել են համայնքում, խոսել բնակիչների հետ, ծանոթացել նրանց կողմից բարձրացված խնդիրներին։ Կուսակցության առաջնորդը ներկայացրել է անցած տարիներին կենսաթոշակային համակարգում իրենց կողմից իրականացված դրական փոփոխությունները, որոնք արդեն անդրադարձել են այդ թվում Ագարակի տարեց բնակիչների կյանքի վրա։ Այսօր հարյուրավոր, հազարավոր, 800,000 մարդ տարբեր ծառայություններ ստացել առողջության ապահովագրության գծով։ Եվ այն մարդիկ, ում հասանելի չէր կարող լինել 2 միլիոն, 3 միլիոն, 4 միլիոն դրամ, 500,000, 1 միլիոն դրամ արժողությամբ վիրահատություններ, այսօր գնում են եւ վիրահատվում են պետության հաշվին։ Համայնքի բնակիչների առաջնային խնդիրն այս պահին շարունակում է մնալ աշխատատեղերն ու եկամտի կայուն աղբյուրը։ Այստեղ էական դեր կարող է խաղալ գյուղատնտեսական բիզնեսը։ Տարածաշրջանը լիովին համապատասխանում է բարձրաժեք գյուղմթերքի արտադրությանը։ Մենք պոտենցիալը տեսնում ենք այս բոլոր շրջապատող տարածքներում ամենատարբեր ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառմամբ մենք կարող ենք այստեղ ընդհանրապես այգեստան դարձնել եւ ագարակցիներին դրա համար պակասում է մի բան՝ ջուր, որովհետեւ մնացած ամեն ինչ ունեն, կա կլիման, կա արևը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորության տեխնացուների հաջորդ կանգառը Մեղրի քաղաքն էր, որտեղ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նրանք ծանոթացան քաղաքում իրականացվող բարեկարգման աշխատանքներին։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։